Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Մենք իրար սիրում ենք, ուղղակի իմ մոտ այնպիսի տպավորություն ա, որ դուք բոլորդ ամեն ինչ անում եք, որ մենք բաժանվենք։ Պապի, ինչի չես կարողանում ինձ ներել իմ երջանկությունը։ Էկա չի կարելի, ինչ ես խոսում։ Էսի դու ընդհանրապես մտածում ես, երբ խոսում ես։ Ես չեմ ուզում, որ դու երջանիկ լինես։ Ես եմ ծանր տանում քո երջանկությունը։ Լավ, կարելի է այդքան ուրացող լինել, հա? Աղջիկ ջան, բարի գործերը միայն հոյակապ ու սիրուն տեսք չեն ունենում, լինում են եւ էսպիսին։ Ու այդ ամենը արվում է քո անվտանգության համար։ Եթե դու ու Արմանը նույնպես շարունակեիք ձեր հարաբերությունները, շատ ավելի վատ էր լինելու, քան հիմա, որ դու լաց ես լինում։ Չէ, պապի, ես մեր անվտանգության համար չի արվում, ես ուղղակի պատիժ ա, որ մենք մեր ծնված օրվանից կրում ենք ու չգիտենք ինչի համար։ Հիմա ինչ դու կարծում ես, որ ես կանգնելու եմ այստեղ ու քո այդ հիմար հարցերին պատասխան տամ։ Հիմար հարց։ Պապի, ես քո թոռն եմ, ես քո արյունն եմ, դու մտածում ես, որ իմ երջանկությունը հիմար հարց ա, պապի։ Ինձ հետաքրքիր է քո կյանքն ու քո անվտանգությունը, ու սրանով թեման փակ է, վերջ։ Փակ չի։ Փակ չի։ Աղբերս բարի լույս, ես ինչ քնել ես քնել։ Հա, լուսադեմին եմ քնել, չեմ էլ զգացել թե ոնց։ Ոչինչ, որ ես ինձ զգում եմ ինչպես մեր տանը ու կոֆե եմ դրել։ Ապրես, ասեմ ավելին, եթե սենց շարունակես, քեզ իմ տանն եմ պահելու։ Աղբերս տենց վստահ մի խոսա է, թե չէ խոհանոցից շերեփը ձեռքիցդ կվերցնեմ, նոր կիմանաս։ Ամեն ինչ հենց այդ շերեփից էր սկսում է, չէ՞։ Դե հա, բոլոր հայ ընտանիքներում մի հատ շերեփի պատմություն լինում է։ Ուղղակի եթե ես պիտի մնամ ստեղ, շատ կարևոր է որ հասկանանք ով է, էլի։ Դե լավ։ Լսի, գիտես ամբողջ գիշեր ինչ էի մտածում։ Արման ջան, եթե նորմալ բաներ ես մտածել, ասա, եթե չէ։ Այդ որ ասում էիր, որ ուզում ես գնաս Ամերիկա։ Տենց մի բան էլ ես եմ մտածում։ Դու էլ ես ուզում գնաս Ամերիկա։ Դե պարտադիր չի Ամերիկա, կապ չունի ուր, կարևորը ստեղից հեռու։ Պահո, այդ արդեն նորություն էր։ Էս ի՞նչը։ Կոֆե։ Կոֆեի մեջ աղես լցրել շաքարի փոխարեն։ Հա, դե հիմա քո համար ինչ տարբերություն Արման ջան, աղա թե շաքարավազ։ Համ էլ ամանի վրա գրած էր շաքարավազ, դրա համար տեղից եմ լցրել։ Այ արամ, անուղելի ես դու։ Աղբերս քանի 2 տեքոր կնգա նման չենք սկսել վիճել։ Արի գնանք մի հատ նորմալ տեղ, սուրճ կխմենք, համ էլ հանգիստ կխոսանք։ Ես եմ հյուրասիրում։ Դրածդ կոֆեն տեսանք ինչ էր։ Գնանք տեսնենք հյուրասիրածդ ինչ պիտի լինի։ Ինչի դու կասկածում ես։ Ես, ընդհանրապես։ Թերագնահատված եմ, էլի։ Ոչինչ, բոլոր մեծություններն էլ կյանքի օրոք թերագնահատված են լինում, Արման ջան։
Ընկի առաջ մեծություն։ Գնանք կոֆե խմենք, տեսնենք ուղեղներս ոնց է աշխատում։ Ադյան, Ալո Գոր, չխանգարեցի։ ասա ինչ ա եղել, ոնց է, սովան չի եղել։ Ենքան ուշուշ ենք իրար զանգում, որ մի տեսակ զարմանում ես, չէ զանգիցս։ Իրականում զանգել եմ իմանամ Եվայի մասին, վերջին անգամ, որ հանդիպեցինք, հետո ոչինչ չասեցիր, ինչ եղավ։ Կլինի այդ աղջկա ամնել մոտս չտաս։ Բայց ինչի Գոր, ինչ ա քեզ արել։ Ես ուղղակի մի բան գիտեմ, որ կարող է հեսա համբերությունս կորցնեմ ու մոռանամ համ իմ դաստիարակությունը, համ էլ եմ, որ դիմացած աղջիկա։ Գոր, ինչ ես այդպես ասում։ Ախր ժամանակին դու այդ աղջկան խելագարի պես սիրում էիր, պատրաստվում էիր ամուսնանալ իր հետ, հիմա ինչ եղավ։ Էս Եվան է, Եվայի հետ կապ չունի։ Ես գիտեմ Գոր, բայց դու էլ շատ բան հաշվի չես առնում։ Այդ աղջիկը շատ դժվար ճանապարհ է անցել, շատ վատ բաներ են իր հետ եղել։ Կարելի է մի քիչ ըմբռնումով մոտենալ, չէ։ Չեմ հասկանում, դու հիմա զանգել ես այդ աղջկա շահերը պաշտպանես։ Վայ չէ Գոր, դու ինձ ճիշտ չես հասկանում։ Գիտես ինչ Կատյան։ Քո համար երևի նորմալ է ինչ անում է Եվան, որովհետև դու ընդհանրություններս ձեր մեջ գտնում ու դրա համար էլ նորմալ է այդ ամեն ինչը քո համար։ Բայց ես այդ ամեն ինչը մի բառով կարամ անվանեմ։ Դա ընդհանրապես անբարոյականություն է։ Այս ի՞նչ ձայներ են։ Պապոն ու Էլկան են վիճում։ Իսկ կարող է պետք չի որ գնանք, կարող է գնանք ամեն ինչ ավելի վատ լինի։ Ախր ոչ պապային է կարելի բարկանալ, ոչ էլ Էլկան, ես հիմա ոնց ձեռքերս ծալած նստեմ, ոնց։ Հասկանում եմ, բայց այս խոսակցությունները մի օր պիտի լինեին, չէ։ Էլկան հարցեր ունի, կարող է խոսեն, ինչ որ ընդհանուր հայտարարի կարողանան գալ։ Փակ չի։ Պապի չգնաս։ Խնդրում եմ մի օգտվի այն առիթից, որ ես հիմա չեմ կարող վազելով գալ ու կանգնել դիմացդ, որ ինձ լսես։ Էլկա դու արդեն քո բոլոր չափերն անցնում ես։ Հա, ես անցնում եմ իմ չափերը, պապի, որովհետև խեղդվում եմ, հասկանում ես արդեն։ Չի կարելի սեփական տանը այդքան անազատ լինել։ Չի կարելի ուղղակի չկարողանալ սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնել, պապիկ։ Պապի, խնդրում եմ քեզ, հասկացի ինձ։ Չի կարելի մարդուն զրկել սեփական երջանկությունից ուղղակի, որովհետև այդպես է պետք, պապիկ։ Այն պատճառները, որ դուք ինձ հիմա ասում եք, ընդհանրապես հիմնավոր պատճառներ չեն։ Հիմք չունեն, որ ես մարդուն մենակ թողնեմ, պապի։ Ինչա ուզածդ։ Ուզածդ ինչա։ Ինչի համար ես կռիվ տալիս։ Հա ես եմ արգելել Արմանին, որ մոտենա քեզ, որովհետև չի կարողանում պաշտպանել քո անվտանգությունը։ Ու Էրիկա վարդագույն ակնոցով նայեք կյանքին։ Էրիկա։ Լավ քո ուզածն ինչա։ Քո ուզածն ինչա ընդհանրապես կարող ես ինձ բացատրել։ Անպայման ուզում ես, որ մի օր դանակը պահեն կոկորտիդ ու Արմանը շանտաժի ուժի տակ ինչ-որ բան անի, հա? Էն, որ այսօր դու հայտնվել ես սայլակի վրա, դա քեզ դաշ չեղավ, դու չես հասկանում ինչա կատարվում։ Ինչ ես կարծում, մենակ քեզ համար է դժվար։ Արմանի համար էլ է դժվար։ Մեզ համար էլ է դժվար, քեզ համար էլ է դժվար, հասկանում եմ։ Բայց հիմա անհիբն կռիվ տալու ժամանակ չի։ Քո ես պահվածքի պատճառով կարող է նաև Արմանը դուժել։ Մնում էր մենակ մեր սերն էլ մեղք դարձնեիք ու վերջ։ Ասում ես լուրջ խնդիրներ կան։ Պապի, դու չես կարող այդ խնդիրները լուծել։ Այդ թվացյալ խնդիրները, պապիկ, դու չես կարող լուծել։ Կարող եմ, բայց ինչի պիտի անեմ։
Պապի դու բոլորին ասում ես, որ Արմանի սեփական տղայիդ նման ես սիրում։ Ես էլ օտար մարդ չեմ, քո թոռն եմ։ Մեր ապագա երջանկության համար, պապի, մեր համար դու չես կարող լուծել այդ խնդիրները։ Ասում ես ինչի պետք է լուծեմ, լուրջ պապի։ Ուրեմն հիմա ուշադիր լսի ինձ Էլկա։ Այս խոսակցությունն արդեն չափից շատ երկարեց ու ինձ արդեն սա ներվայնացնում է։ Ես կարող եմ ամեն ինչ հասկանալ, լսել ու բացատրել, բայց երբ մարդն ինքը չի ուզում, ես զորով ոչինչ անել չեմ կարող։ Հա, ես Արմանին չեմ օգնելու։ Քանի անգամ եմ օգնել արդեն։ Չեմ օգնելու, որովհետև ինքն է հրաժարվում այդ օգնությունից։ Եթե մարդը պատրաստ չի այդ օգնությունն ընդունել, ուրեմն հարկավոր չի այդ օգնությունը տանել ու զորով մտցնել այդ մարդու կյանք։ Ես քո էմոցիաներն եմ հասկանում Էլկա, բայց մյուս անգամ չփորձես այդ տոնով ինձ հետ խոսել։ Հակառակ դեպքում ես իսկապես քեզ ցույց կտամ քո իսկական տեղը։ Հիմա ես ձայն չեմ հանում հասկանալով շատ բան, բայց այնպես ինչպես դու ես հիմա վարվում, այդպես չի կարելի։ Այդքան շատ ես սիրում Արմանին։ Բա մի փոքր էլ այդ տղայի մասին մտածի։ Մի փոքր էլ նրա մասին մտածիր, գուցե մի բան հասկանաս։ Այն ինչ հիմա կատարվում է Էլկա, դա չարյաց փոքրագույնն է։ Պարզա թե չէ։ Սարա ջան, խնդրում եմ, գնա պապիկի հետ մենակ մի թող։ Մամ, ջուր բերել կային, լավ։ Պապի ջան։ Ինչ կա։ Դու տպարան ես, չէ գնում, ես էլ եմ հետդ գալիս։ Ես կանչեմ տաքսին։ Չէ, ես արդեն կանչել եմ, շուտով կհասնի։ Դու հաստատ քեզ լավ ես զգում։ Հա, լավ եմ։ Ռեբեկա, դու տեսար հենց նոր ստեղ ինչ կատարվեց։ Էլկա, երկուսդ էլ նյարդային էիք։ Ես այս տանը չեմ մնալու։ Ինչ ես խոսում։ Հա, ես այս տանը չեմ կարա մնամ։ Ռեբեկա, չեմ ուզում այս տանը մնամ։ Մի հատ հանգստացի, որովհետև եթե սկսես թափ դատել… Ինչ։ Ինչ եթե սկսեմ թափ դատել, Ռեբեկա։ Կտեսնեմ, որ ես եմ մեղավոր, ես մեղավոր եմ։ Ես ուղղակի նկատի ունեի, որ… Ես շատ լավ հասկացա, թե դու ինչ նկատի ունեիր։ Դու էլ իրացից ոչ մի բանով չես տարբերվում։ Բալես, խնդրում եմ, խմիս եմ։ Չեմ ուզում, մամա։ Չեմ ուզում ես ոչ մի բան խմեմ, հանգիստ թողեք ինձ ուղղակի։ Ճիշտ են ասում, էլի ասում են, չկա չարիք առանց բարիք։ Այսինքն։ Տեսրանից առաջ 1000-ից մեկ ենք հանդիպում, հիմա ամեն օր տեսնում ենք իրար։ Դու էլ իբր մեր կարոտն էիր քաշում, հա։ Ախպերս ոնց ասեմ, որ չնեղվեք։ Գորջան, դու մեզ ձեռար, ախպերս։ Ինչքան կարաս ձեռար, որովհետև հեսա որ երկուսս էլ գնանք, այդ ժամանակ կհասկանաս, թե ինչ ոսկի ինգերներ ես կորցրել։ Գիտես, որ չհամաչեի, հաստատ հենց հիմա հուզվել էի։ Արման ջան, գիտի կատակ եմ անում, ասա, որ դու էլ ես ճամփի վրա։ Արման ինչ է ասում, ինչ ճամփա։ Հա, ճիշտ է ասում։ Դե ուզում եմ գնամ երկրից։ Ուր, ինչի համար։ Դե ուրը դեռ չգիտեմ, ինչքան հնարավոր է հեռու, բայց կարևորն է նա, որ պարտքը փակեմ ու գնամ։ Հետո ինչ էլ որ ուզում ա լինի, արդեն կարևորը ես մեջտեղը չեմ լինի։ Հետո որ գնամ հեռու, ինձ էլ օգուտ կլինի, թե չէ ես գիտեմ, հաստատ ին վրա չեմ կարողանա ու նորից կգնամ Էլկայի մոտ ու տենց իր կյանքը վտանգի կենթարկեմ։ Ամեն որ հեռու լինեմ, Էլկան երևի կկարողանա ինձ մոռանալ։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Բան պետք չի ասես, ախպերս, ասա բարի ճանապարհ, գործերիդ հաջողություն։ Լավ կատակը մի կողմ, Արմ կարող ա դու իմ հետ գաս Ամերիկա, չգիտեմ, վիզայիդ հարցերով փորձենք զբաղվել,
Այնտեղ հաստատ քեզ մի լավ աշխատանք կգտնենք, էլի։ Ես այնտեղ մեծ ծանոթություն ունեմ։ Ինչ-որ մեզ մի բան կանենք, որ հաստատ քո սրտով կլինի։ Ճիշտ բան ասում Արման, դու գիտես որ ես այնտեղ օֆիսներ ունեմ։ Մի հատ լավ գործիք կդասավորեմ քեզ, կաշխատես քո համար։ Չէ, ապրեք շատ, տղերք ջան։ Դպրոցի ժամանակից լավ ընկեր ունեմ Ռուսաստանում, քանի տարի է ասում արի, ես էլ միշտ մերժում եմ, բայց երևի հենց իր մոտ էլ կգնամ։ Մնում է արդեն տոմսը վերցնեմ ու վերջ։ Մարդկիդ մասին էլ չմտածես, ես քեզ կօգնեմ։ Սառանա, մի հատ խոսեմ գամ։ Էլ գայից կհարցնես։ Դու պատվերներ ունես երիտասարդ։ Իհարկե ախպերս, ինձ մի բաժակ գարեջուր, մեկ էլ հետս ինչ կան ասել, այդպես կազմակերպես։ Գոնե մի անգամ կարաս լուրջ լնես կյանքում։ Սար։ Գոր։ Ինձ էլ թվաց արդեն որոշել էիր զանգերից չպատասխանել։ Տղերքով կանգնած էինք, առանձնացա, դրա համար երկար տևեց կներես։ Լավ։ Ոնց են տղաները։ Ոնց պիտի լինեն, ամեն մեկը իր դարդով տառապում է։ Մեր տանն էլ է նման մի իրավիճակ։ Էլկայի հետ ընդհանրապես խոսել չի լինում, Ռեբեկան էլ ամեն կերպ փորձում է իր ցավը թաքցնել։ Ես ուղղակի չեմ հասկանում, դու ինչի ես մտածում, որ Ռեբեկան տանջվում է։ Ասեմ ավելին։ Ես մտածում եմ, որ հենց քո խոսքերն ու արգելքներն են հիմք դարձել, որ Ռեբեկան ազդվի ու հետ կանգնի իր նոր կյանք սկսելու որոշումից։ Իմ? Հիմա էլ ես մեղավոր դուրս եկա, հա։ Դե հիմա գոր, ինչ մտածում եմ, էդ եմ ասում։ Լավ, մի խոսքով, դու ասա տեսնեմ ոնց ես։ Ես լավ եմ։ Չէ, չնայած լավ չեմ, որովհետև քեզ կարոտել եմ։ Ոայ, ես էլ արդեն սկսում էի վախենալ։ Բա ինչ անում իմ Սարան, երբ ես գործդ վերջացնում, որ հանդիպենք։ Նոր պապիի մոտից դուրս եկա, ուշ եմ վերջացնելու, այնքան գործ ունեմ, էլ ասելու չի։ Իսկ ընդմիջում չունես, ընդմիջմանը գամ հաց ուտենք մի կտոր։ Ընդմիջում չունեմ։ Այդ ժամին ժողով ունեմ, բայց արդեն այնքան սոված եմ, երևի, որ էլ չդիմանամ ինչ-որ բան պատվիրեմ։ Ասում ես ժողովոդ երբ է։ Ընդմիջման ժամին։ Լավ, գնա աշխատի, ասում ես շատ գործ ունես, չէ։ Հա, բայց դու ինչ ես խանգարում։ Ես էլ եմ աշխատում։ Բա ասացիր տղաների հետ եմ։ Աշխատանքային հանդիպում է։ Դու համ կվերջացնես, ես էլ կվերջացնեմ, հետո կխոսանք։ Լավ։ Բալես։ Ոչ մեկիս ոչ ուզում ա տեսնի, ոչ էլ խոսի մեզ հետ։ Բայց այդպես ոնց կլինի։ Այսօր խոսքի մեջ Էլկան իրոք չափն անցավ։ Չնայած պապին էլ ոնց որ հրահրեր։ Ես այնքան եմ անհանգստանում երկուսի առողջության համար։ Ախր երկուսին էլ չի կարելի հուզական ծանր ապրումներ։ Մամ, դու այսօր տնից դուրս գալու ես։ Չէ, բայց ինչ ես հարցնում։ Ուզում եմ գնամ տպարան պապիի մոտ։ Պետք չի, խնդրում եմ, հա։ Այսօրվա խոսակցությունը արդեն լրիվ հերիք էր։ Մամ, լավ էլի, ոչ չեմ գնում կռիվ անեմ։ Ուղղակի գնում եմ խոսեմ։ Դե ես գնացի։ Գորին կորցրինք, հա ոնց էր։ Դե լավ, դե ինչ ես նախանձում, գոնե այդ տղեն թող երջանիկ լինի։ Ախպերս, ես զարմանում եմ, գիտես Սառան ոնց է գորի ձեռքը դիմանում։ Էսի մասին եք խոսում։ Խոսանվում է, բամբասում ենք ախպերս։ Արդեն տենց։ Հա, բայց ինչի՞ չէ որ։ Լավ, ես պետք է գնամ։ Ուր։ Տպարան։ Ախպերս, ես գիտեի դու ես ուժեղ տղամարդ ես, բայց փաստորեն Սառայի հետ խոսում ես մի անգամից, հա, տենց վերջը։ Հələ սրան տեսեք։ Երեք մեկ, այսօր երկու արդեն ծիծաղում ավրես։ Դե իբր ինքը չէր էլի առավոտից Իրիկոն Սարոյանի տան մոտ պահակ աշխատում, որ ինչա Ռեբեկային տեսնի։ Այ ասա, Արման ջան, ասա։ Դու ոնց որ մոռացել ես, հա, որ ես ու դու էինք կոալիցիա կազմել, ոչ թե դու ու Գոռը։
Մոռացել էի։ Ռեբեկային պետք է զանգեմ։ Ինչի՞։ Դե լավ, իրար մի խառնվի։ Ինքը տուրիստականում է, չէ՞ աշխատում։ Պետք է օգնի, որ տոմս գնում։ Բայց կօգնի։ Դե որ իմանա գնում եմ, հաստատ կօգնի։ Տղերք, ինձ կներեք, ես գնամ, մի երկու գործեր ունեմ։ Պետք է դրանք հասցնեմ վերջացնեմ, համ էլ իրերս պիտի դասավորեմ։ Այդ ոնց որ ձեր մեջի պարապն էլ ես էլ, հա։ Դե որ տենցա ես էլ կգնամ ախպերես։ Գնամ մի երկու ժամ կարևոր գործերով քնեմ ու հետո կհասկանամ ինչ պիտի անեմ, էլի։ Չէ, չկա տենց բան, դու իմ հետ ես գալիս։ Ուր, տպարան։ Այո, այո։ Չի կարա տենց բան լինի։ Հաստատ։ 100%։ Ասենք քո արածը բանի նման էր, Գորջան։ Բայց ես ինչ եմ արել, ընդամենը ուտելիք եմ բերես առային։ Հա բա էլ ինձ ինչի հետդ քաշ տվեցիր, բերեցիր ստեղ հասցրիր։ Արամ, ես մի քանի մետր ճանապարհին 10,000 անգամ համոզեցի քեզ։ Չեմ հասկանում, ինչ ա եղել, որ տես պանիկայի մեջ ես ընկել։ Ռեբեկան երբեք տպարանում չի լինում, 1000-ից մեկ է գալիս։ Ընդամենը ուտելիք ենք տալիս ու դուրս գանք։ Դե բա կանգնել ես, բարձացի վերև, այդ աղջիկը որ քո հույսին մնա, սովից կկոտորվի։ Բայց ոչինչ, որ 2 ժամը քեզ եմ համոզում։ Ոչինչ, դու գնա, ես ներքևում քեզ եմ սպասում։ Ճիշտն ասած ոչ, բայց այս գայթակղիչ առաջարկից չեմ կարող հրաժարվել։ Հա, ասեցիր սովածեմ սիրտս չդիմացավ, ասեցի մի բան բերեմ ուտես։ Դե արի գնանք իմ աշխատասենյակ, համ էլ սուրճ կխմենք։ Արամը ներքևում է։ Հա, ասա ինքն էլ կա։ Դե լավ, մինչև բարձրանաս պատրաստ ես, գնամ կանչեմ։ Հա։ Ոնց ես բալես։ Լավ չեմ, մամ։ Ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնես։ Էլկա ջան, բժշկիդ հետ էի խոսում։ Պիտի գնանք հիվանդանոց։ Ինչի համար։ Կոնսուլտացիայի։ Ու ասաց, որ պիտի արդեն սկսես 1 կամ 2 քայլ անել։ Բայց կկարողանամ։ Մինչև չփորձես չենք իմանա բալես։ Ամեն օր քիչ-քիչ հանգստանալով, բայց պիտի փորձես։ Պիտի կարողանամ։ Ինձ հիմա քայլելը օդի ու ջրի պես պետք է։ Անհրաժեշտ է, մամ։ Բարև, Արամ։ Արամ, բարև։ Բարի օր, Ռեբեկա ջան։ Էս ինչ լավ բան ստացվեց, բոլորս իրար հետ ենք, ասում եմ կարող է բարձրանանք Սարայի աշխատասենյակ, մի բաժակ սուրճ խմենք, համ էլ համով բան եմ բերել, հաց կուտենք, լավ միտք չի։ Իմ համար մեկ է։ Ախպերս ձեզ բարի ախորժակ, ես գնամ։ Մի րոպե, ուր ես գնում, իրար հետ ենք եկել, մի բաժակ սուրճ խմենք, նոր կգնաս։ Գորջան, դու գնա կոֆե խմի, ես էլ քեզ ստեղ կսպասեմ։
Գոր, բա ասում էիր Ռեբեկան տպարան չի գալիս։ Որովհետև իսկապես ոչ մի անգամ չեմ տեսել իրան այստեղ։ Իրա պապիկի տպարանն է, բայց 1000-ից մեկ է գալիս։ Ես ավելի շատ եմ այստեղ լինում, քան ինքը։ Ուրեմն ինֆորմացիա սխալ էր ախպերս։ Ինչի չբարևեցիր Ռեբեկային։ Անկախ ամեն ինչից բաներ կա, որ չպետք է անես, Արամ։ Լավ արեցի ու ճիշտ արեցի։ Տենց էր, պետք դրա համար էլ չբարևեցի։ Նեղվեց։ Շուտ պետք է նեղվեր, որ այսօրվան չհասնեինք։ Ու համել դու մի անհանգստացի, ինքդ նեղվող պտուղը չի։ Լավ էլ է, Արամ։ Գոր, աղբորպես չսկսես գլխիս քարոզ կարդալ։ Ինձնից շատ Ռեբեկայի մասին մտածող այս աշխարհում երևի չի եղել։ Ու նենց էլ չի, որ մի անգամ չբարևելուց նեղվեց ու աշխարհն էլ փուլ եկավ։ Նեղվեցիր։ Ինչից պետք է նեղվեմ։ Որ Արամը բարևից չպատասխանեց։ Բարևից չպատասխանեց, որովհետև անշնորհք է։ Ես ինչի պետք է նեղվեմ։ Չէ, Ռեբեկա, անշնորհք չի, ուղղակի վիրավորված է։ Այն էլ ոնց հասկանում եմ, տեղը տեղին։ Ինձ չի հետաքրքրում։ Եկա հասա այստեղ ու մոռացա։ Պապիկի հետ պետք է խոսեմ։ Տեղյակ ես, տեղում է։ Ներս մտեք։ Կներեք, խանգարեցի։ Չէ, ասա։ Սա պարոն Սարյանն ասել է քեզ փոխանցեմ։ Լավ, շնորհակալ եմ, ազատ ես։ Տենց էլ չսիրեցի այս աղջկան։ Նորմալ է, հասկանում եմ, ես էլ հիացած չեմ։ Լավ, արի գնանք պապիկի մոտ։ Հետո, դու երեխա չես, հիմա ամեն անգամ պետք է փախնես Ռեբեկայից։ Ախպերս այդ փախնել չի։ Հավատա ես, եթե ձեր հետ բարձանայի վերև, ամեն ինչ ավելի վատ էր լինելու։ Ինչի։ Գորջանարի փակենք, հա, ուղղակի թեման կլինի։ Չէ, Արամ, իրոք ես ամեն ինչը արդեն էլ դուրս չի գալիս։ Ախպերս ես գնում եմ։ Դու գալիս ես, թե չէ։ Չէ, դու գնա, ես կբարձանամ վերև։ Գայնե ջան, բարի օր։ Բարև Արսեն։ Վաղուց չէի տեսել քեզ։ Հա, գիտեմ։ Եկել եմ փաստաթղթերից հետևից։ Ինքան հանկարծակի դուրս եկա, որ մի քանի բան եմ թողել։ Սարյանին ասել է, որ պետքա գամ, տեղյակ չես։ Հա, գիտեմ։ Ասել է ինձ։ Սպասի հիմա ամեն ինչ կդասավորեմ կտամ։ Էս քո համար է։ Քաղցր ժպիտով աղջկա համար, քաղցր կոնֆետներ։ Շնորհակալություն։ Ինչ ով։ Սա ինչ գործ ունի այստեղ։ Ով։ Ես չեմ հասկանում, այս տղան չգիտի, որ պրակտիկայից ազատված է։ Այս տղան քո կուրսեցիներ, չէ։ Հա, բայց դու որտեղից ես ճանաչում Արսենին։ Ես երկար ժամանակ Սարային ճանաչում եմ ու երբեք չէի մտածի, որ այսքան մեծ ընտանիք կունենա։ Հիմա պարզ է, ինչի բոլորիս կյանքից անհետացավ ու ոչ մեկիս հետ էլ չի շփվում։ Անձնական տրավմաները առհասարակ խորհուրդ կտամ հոգեբանի հետ քննարկել։ Իսկ ես հոգեբանությունից բավականին հեռու եմ։ Կարծում եմ այդ հոգեբանը ձեզ էլ պետք կգա, հատկապես Սարոյանի վերջին արածից հետո։ Չգիտեիք։ Դե ամբողջ տպարանը խոսում է դրա մասին, որ Սարան Սարոյանի թուլությունն է, ամբողջ օրը խոսում է իր մասին, բայց որ սենց բան կաներ, ես շոկի մեջ եմ։ Իսկ կարող եք ինձանից մի փոքր հեռու շոկի մեջ ընկնել։ Փաստորեն տեղյակ չեք։
Ինչից տեղյակ չեմ։ Ամբողջ տպարանը խոսում է դրա մասին։ Բոլորը զարմացած են, որ Սարարն այդքան ժառանգ ունի, բայց ամբողջ ունեցվածքը թողել է Սարային։ Չգիտեիք։ Այն օրը, որ եկել էի տպարան, որ հետո իրար հետ պետքա գնայինք հարսանեկանց գեստ ընտրելու։ Այդ ժամանակ եմ տեսել։ Սարս տղան է ինձ ասել պապիկի կտակի մասին։ Ինչ։ Ամեն դեպքում լավ երևում էր, որ վրատ մուրոնի պահած։ Բայց այդ կտակի մասին անգամ ես չգիտեի, ինքը որտեղից է իմացել։ 3 անգամից կգուշակես, թե հուշ եմ ամեն դեպքում։ Գայան են։ Պաստորեն լավ խելացի աղջիկ ես։ Լավ, ես գնամ պապիկի մոտ, հետո նորից կգամ քեզ մոտ, լավ։ Ինչ էլ համեղ տեսք ունի։ Շնորհակալություն։ Չգիտեմ ինչի վստահ եմ, որ կհավանես։ Պապիկը տեղում է։ Չէ, բայց տպարանում է։ Կարող ես ներսում սպասել։ Եթե չեմ սխալվում, դու Ռեբեկան ես, չէ՞։ Բարև, Ռեբեկա ջան։ Ուզում հասկանամ, այս տան բոլոր անդամներն են սենց ջղայն ու տարօրինակ։ Ես թվում է հասկացար, չէ, որ այդ վերջի պլանը տել չի աշխատել։ Հա, սա է։ Դե լավ, ես արդեն գնամ, ապրես շատ։ Ալա, Գայանը Արսենն է տեղա։ Արսենը։ Պարզա, հենց հիմա երկուսդ էլ գնացեք նախկին կադրերի բաժին գալիս եմ։ Բայց ես հիմա չեմ կարող, աշխատանքի մեջ եմ, Սարա։ Իրոք։ Իսկ աշխատանքի մեջ լինելով կարողանում ես ղեկավարիդ խոսակցությունները լսել ու տարածել։ Հենց հիմա գնացեք այդտեղ գալիս եմ, հավատացեք դա միայն ձեր շահերից է բխում։ Հա, Սարան էր։ Հա, բայելով էր։ Ինչ էր ասում։ Ես արդեն իրոք հոգնել եմ այս աղջկանից։ Ինձ ու քեզ նախքին կադրերի սենյակ էր կանչում։ Ինձ էլ։ Բայց իսնից ինչ ա ուզում։ Չգիտեմ, բայց ահավոր բարկացած էր։ Մենակ չասես, որ վախեցել ես Սարայից։ Արսեն, ես Սարայից ընդհանրապես չեմ վախենում, բայց այ աշխատանքիս համար վախենում եմ։ Սարայանի հետ խնդիրներ չեմ ուզում ունենալ։ Լավ, դե արի գնանք տեսնենք ուզածի ինչ է։ Այ պապի, ինչ լավ է քեզ տեսա։ Կներես, որ առանց զգուշացնելու եմ եկել, ուղղակի ուզում եի հետդ խոսել։ Ես 15 րոպեի ժողով ունեմ, բայց եթե կարճ կլսեմ։ Հա, կարճ եմ խոսելու, երկար ժամանակ չեմ խլի։ Պապի, ճիշտն ասած, այսօրվա խոսակցությունը ինձ վրա շատ է ազդել։ Ճիշտ է, եկել եմ, չգիտեմ ինչ եմ ուզում խոսել, ինչ եմ ուզում լսել, բայց երևի ուզում եմ իմանամ ընդհանրապես տարբերակ չկա այդ իրավիճակը փրկելու։ Ուղղակի Էլկան ու Արմանը հազիվ նորից միացել էին, ու այս վթարի պատմությունն էլ Էլկային շատ վատ ծանր վիճակի մեջ է դրել։ Անկեղծ ասած չգիտեմ ուրախանամ, թե ինչ անեմ։ Արդեն դու էլ ես սկսել անհանգստանալ քրոջդ համար։ Դու ասում էիր, որ կարող ես փրկել ինչ-որ մի բան, բայց չես անի։ Ինչի։ Ես Էլկային դա բացատրեցի, Ռեբեկա ջան, դու էլ այնտեղ էիր։ Ու եթե այդքան անհանգստանում ես քրոջդ համար,
դու էլ փորձիր նրան բացատրել ու ասա, որ հիմա կապրիզների ժամանակը չի։ Արմանը շատ լավ գիտի ինչ անում։ Լավ։ Իսկ դու քեզ լավ ես զգում։ Հա, լավ եմ։ Բայց ոնց որ թե արդեն ուշանում եմ ժողովից։ Դե արի ես քեզ ուղեկցեմ մինչև քո աշխատասենյակ, հետո ես գնամ Սարայի մոտ։ Արի։